Բարի լույս հարգելի հեռուստադիտող, օրը Կիրակի է, իսկ դա նշանակում է, որ Նուր հեռուստաընկերությամբ մենք սկսում ենք բարի առավոտի մեր հերթական ծրագիրը։ Մենք ձեզ մաղթում ենք արևոտ օր եւ նաեւ խոստանում, որ այդ արևոտ օրվա մի մասը մենք ենք դառնալու մեր հարցազրույցներով։ Մինչ բուն հարցազրույցին անցնելը հիշեցնեմ, որ այսօր Երևանը տոնական է, որովհետեւ մենք տոնում ենք մեծ ուրախությամբ եւ ժպիտներով մեր մայրաքաղաքի հիմնադրման 2807 տարելիցը։ Միանալով բոլոր շնորհավորանքներին պիտի ասեմ, որ տոնդ շնորհավոր սիրելի Երևան, թող քո բոլոր անկյունները լցված լինեն լայն ժպիտներով, իսկ երկինքդ լինի խաղաղ ու ամենակարևորը անամպ։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօր մեր մայրաքաղաքում շատ են միջոցառումները, բացօթյա ծրագրերը, այնպես որ փորձեք մաս կազմել բոլոր միջոցառումներին եւ ինչու ոչ բոլորով տոնենք մեր մայրաքաղաքի ծննդյան տարեդարձը։ Իսկ մենք անցնենք մեր հարցազրույցներին, խոստանում ենք ձեզ մշակութային հարցազրույցներ, այսպիսով Հայաստանի փոքրիկ երգիչներ երգչախումբը առաջիկայում հանդես կգա երկու մենահամերգներով, որոնք նվիրված են կոմպոզիտորներ Էդգար Հովհաննիսյանի եւ Ռոբերտ Պետրոսյանի 95-ամյակներին։ Թեմայի մասին, թե ինչ մենահամերգ է մեզ սպասվում եւ ինչ մանրամասներ մեզ կհաղորդի մեր հյուրը, այստեղ է Տիգրան Հեքեքյանը, Հայաստանի փոքրիկ երգիչներ երգչախմբի գեղարվեստական ղեկավարը։ Ողջունում եմ ձեզ, պարոն Հեքեքյան։ Ես էլ եմ ողջունում եւ ձեզ Շնորհակալ եմ, այո, շնորհակալ եմ այս առավոտը մեզ հետ կիսելու համար։ Ոնց եք սկսել, Կիրակի օրով կարծում եմ շատ խցանումներ չեն եղել, այսպես խուսափելով հասել եք մեզ մոտ։ Ինձ համար բոլոր օրերը ներառյալ Կիրակի համարը նույնպես արթնանում եմ շատ վաղ, սկսում եմ աշխատել համակարգչով կամ կարդում կամ գրում, իսկ հետո դուրս եմ գալիս արդեն գործերով, բայց Կիրակի անպայման պիտի հաճախեմ եկեղեցի։ Եթե շատ ինչ որ մի կարևոր բան չի խաթարում, ապա ես շատ երջանիկ եմ, որ օրը սկսվում է հոգևոր համարձանքով, այդպես ասեմ։ Շատ ընտիր գրաֆիկ է։ Ես ուզում եմ շնորհավորել երևանցիներին նույնպես, եւ գիտեք, ես ինքս ծնված լինելով Երևանում, ես ինձ երևանցի չեմ համարում, հայ եմ համարում, բայց եթե քանի որ այսօր Երևանի տոնն է, ուզում եմ երևանցիներին, ինչպես նաև բոլոր մեր հայրենակիցներին մաղթել, որ ուրախ լինեն, որովհետև լավ տրամադրությունը միշտ դրական լիցքեր է բերում եւ այսինքն առողջություն է, իսկ մենք ուզում ենք, որ մեր ժողովուրդը առողջ լինի, եւ մեկ էլ կուզեի, որ մեր քաղաքը իր ճարտարապետական տեսքով չաղավաղի գեղեցիկ մեր Երևանը եւ փորձեն նորմատիվներին համապատասխան կառուցել եւ քաղաքը ունենա ավելի ճիշտ քաղաքաշինական վիճակ։ Մենք ոնց ուզում այդպես կառուցում ենք հերվից ցերեկով գեղեցիկ չի Երևանը, գեղեցիկ է, երբ որ երեկո է, երբ որ լույսեր են վառվում, քաղաքը չի երևում։ Ուրեմն այնպես անենք, որ ցերեկով է շատ գեղեցիկ։ Մանավանդ երբ գործ ունենք շատ հնագույն մի քաղաքի հետ, հետեւաբար պետք է պահենք ու փայփայենք ամենակարևորը։ Երբ որ 2780 կամ կարծեմ ամյակին մենք ուզում ենք մեծ մի փառատոն անել եւ հրավիրել 5 քաղաքների պաշտոնական թվերով 5 քաղաքներից երգչախմբեր, մենք տեսանք, որ համարյա չկա մեզանից ավելի հին, նույնիսկ որ գնում ենք Չինաստան, Եգիպտոս եւ այլն, թվագրված տեղեկությունով շատ քիչ քաղաքներ կան, որ մեզ հավասար են, մենք պիտի պահենք մեր պատիվը բարձր բոլոր առումներով։ Շնորհակալ եմ շնորհավորանքի համար։ Անցնենք մենահամերգներին։ Ես գիտեմ, որ դուք բացի Հայաստանի փոքրիկ երգիչներ երգչախմբից տարբեր երգչախմբերի ստեղծման հիմքում եք եղել։ Ինչպես եք առանձնացնում այս երգչախումբը, ինչ հատկանիշներ կան, որով որ առանձնացնում եք ու նաև իր գործունեության 3 տասնամյակն է գրեթե տոնում երգչախումբը։ Ինչպիսին է այն ու ինչպես կնկարագրեք ձեր գործունեության հետ մեկ։ Շատ կարճ ասեմ, որ ես այս երգչախումբը ստեղծվեց 92 թվականին, երբ որ պառապալից ծանր տարիներ էին մութի սովի ցրտի եւ լքում էին Երևանը, լքում էին Հայաստանը եւ ես մտածեցի նրանց համար ովքեր մնում են եւ նույնիսկ հանրակրթական դպրոցների ծմռանը չէին աշխատում ու շաշնանից եւ աղգարուն ինչ որ լույս արև ջերմություն ապարգևել եւ հասկացա որ պիտի ստեղծել եւս ես սկսել էի մանկական երգչախմբից իմ գործունեությունը բայց լինելով արդեն ռադիո երգչախմբի գեղարվեստական ղեկավար, ես որոշեցի ստեղծել նորից մանկական երգչախումբ եւ այդ երեխաներին տարբեր ձևերով բերել լիցքեր դրական ժամանակին հենց այդ ժամանակ անվանումը երկար դրեցի Հայաստանի փոքրիկ երգիչներ, որովհետեւ արդեն գիտեի, որ ես իրենց տանելու եմ աշխարհով մեկ եւ ուզում եի այդ Հայաստան անունը անընդհատ մեր մասին վկայակոչել, որովհետեւ մարդիկ գիտեք, չգիտեն ոչ Հայաստանի տեղ, ոչ երկրի գոյության մասին
եւ ես իհարկե չէի պատկերացնում ուր կհասնեն, բայց գիտեի, որ տարածելու են եւ այդպես եղավ, մեր աշխարհագրությունը շատ մեծ է, մենք Միացյալ Նահանգներից Ճապոնիա, Հոլանդիայից մինչև Աֆրիկա, Չինաստան մեկնել ենք եւ տարածել ենք եւ մեր անունը Հայաստան անունը կարևորը Հայաստանն է եւ եկեք ջղայնանում եմ երբ որ ասում են փոքրիկ երկիչ է, փոքրիկ երկիչ շատ կսա Հայաստանի փոքրիկ երկիչներն են եւ սա արդեն անուն է եւ մենք նվաճեցինք հնարավոր բոլոր մրցանակները, հիմա ուղղակի փորձում ենք համերգներ տալ։ Ինչու՞ ոչ վայելել նաև այն մրցանակները, որոնք որ ստացել եք։ Հայաստանի փոքրիկ երկիչներ անունը երկար է, բայց այնքան են ասել, որ օրինակ շատ հեշտ է դա արտաբերել բոլորի կողմից եւ չի էլ մոռացվում այդ 3 բառերը։ Կմտածեիք, որ 3 տասնամյակ ու ավել գործունեություն կծավալեք այս երգչախմբով։ Ես չգիտեի նախ ես ինչքան կապրեմ, բայց հիմա անհանգիստ եմ, հիմա ուզում եմ անպայման շարունակություն ունենա, որովհետև երբ մի բան ունենում է պատմություն, նա այլևս իրավունք չունի դադարելու։ Մենք շատ բաներ ենք դադարեցրել, որ ունի պատմություն, ես հիմա գտնում եմ, որ դա ուղղակի անթույլատրելի է, ասենք պատմական հուշարձաններ ենք քանդում, պատմական անուններ ենք մոռանում, գրողներ կան, որոնք խոնարհանքի արժանի են, իրենց մասին, թեկուզ իրենց 100-ամյակի տարուն որևէ միջոցառում պայման չի համերգ, ասենք տարածելու ես հիշում եմ Պուշկինի 200-ամյակին ինչ արեցին ռուսները, ինչ հետաքրքիր, ասենք բոլորը արտասանում են Պուշկին, պարզ բանվորը, գյուղացին, գիտնականը, քաղաքական գործիչը, քառատող էր, դա բերում էր մասսայականություն, հա, հանրայնություն եւ իհարկե չեմ կարծում, որ գտնվի մեկը, որ Պուշկինի անունը չիմանա Ռուսաստանում, նույնիսկ ամենախոր գյուղում, նույնիսկ կարող է եւ ցիտեն որոշ բանաստեղծություններ։ Մենք պիտի պահենք մեր մշակույթը, պահենք մեր արվեստը եւ պատմությունը դրա։ Դե համար ես արդեն կարծում եմ, որ Հայաստանի փոքրիկ երկիչները վաղուց դարձել են պատմական արժեք, դեռ ընդհանրեն իրենք 10 տարեկան չկային, երբ հանրագիտարանում գրվեց իրենց մասին եւ հիմա այնպիսի մեծանուն արվեստագետներ են գովեստի խոսքեր գրում ու շռայլում Հայաստանի փոքրիկ երկիչների մասին, որ ես կարծում եմ նույնիսկ ինձ է շոյում այդ եւ շատ մեծություններ, այսինքն նույնիսկ ավելին ասեմ, ինչպիսի մեծություններ քշել են կիլոմետրերով, եկել են այն քաղաքը, որտեղ մենք համերգ ենք տալիս, որ մեզ լսեն։ Երբ մենք Ստոկհոլմի կոնցերտուսետում երգում էինք, ինձ եկավ ինչ որ աշխատող, ասեց պատկերացնում եք, Էրիկ Սոնն է դալիճում, ասեցի հա, ինչու դա արտասովոր ես, մենք չի գալիս համերգների, մանավանդ արդեն ծեր էր եւ սայլանիվով նստած էր։ Գիդո Կոկարսը, որ եղբորներ կորցրել, զույգ եղբորը մի քանի ամիս առաջ իրեն ասեցին ինքը չի գալիս, տանից դուրս չի գալիս, մշտի մեջ է եւ արդեն 90 տարեկան է, ասի դուք ուղղակի ասեք, որ եկել եմ իմ մանկական երգչախմբով, որ ինքը չի լսել, ռադիոյի երգչախումբը լսել էր, հիացած էր, ասեցի դուք չգա, բայց ճիշտ չի լինի, որ ես չասեմ։ Բեմ եմ դուրս գալիս, կենտրոնում նստած էր, հետո այնպիսի հրճվանքով խոսում էր երգչախմբի մասին, որ մտածում ես, միթե դա մենք ենք։ Եվ այլն, այսինքն ես կարծում եմ, որ մենք արդեն պատմական արժեք ենք եւ պետությունը ուղղակի պարտավորությունը ինչպես են հուշարձանների վրա գրում պահպանվում է պետության կողմից։ Նախ իրապես պիտի գրված միայն չլինի, պիտի պահպանի պետությունը, բայց նաեւ կան կառույցներ, ես չեմ խոսում միայն Հայաստանի փոքրիկ երկիչների մասին, մենք շատ լուրջ կառույցներ ունենք, որոնց պետք է պահպանել։ Միանշանակ համաձայն եմ։ Ձեր խոսքում նշեցիք, որ մենք պետք է պահպանենք մեր մշակութային ժառանգությունը եւ վստահաբար կարող եմ ասել, որ այս մենահամերգն էլ այդպիսի մի օրինակ է, որովհետեւ այստեղ երգվում ու հանրահրճակվում են Էդգար Հովհաննիսյանի եւ Ռոբերտ Պետրոսյանի երգացանկից երաժշտություններ եւ քանի որ օրն էլ շատ նման է Էդգար Հովհաննիսյանի Էրեբունի Երևան ստեղծագործությանը, շատ պատահական, բայց լավ զուգադիպություն ստացվեց։ Մի փոքր պատմեք ինչպես եք ներկայացնելու մենահամերգին այս երկու երգարվեստի հանրահայտ դեմքերին ու ինչ կատարումներ են հնչելու բեմից։ Իհարկե դրանք տարբեր օրեր են, մեկը ամսի 16-ին հոկտեմբերի մի քանի օրից, մյուսը դեկտեմբերի 8-ին, բայց ես պիտի ասեմ, որ շատ հետաքրքիր է, որ մենք 1.5 տարի ելույթ չենք ունեցել Երևանում ընդհանրապես։ 1.5 տարի մենք լուռ էինք, որովհետև չունեինք փորձատեղ,
հիմա էլ շատ լուրջ խնդիրների առջև են կանգնած, երգչախումբը լուրջ խնդիրներ ունի եւ ես հուսով եմ, որ Աստծո կամոք արդեն ուրիշ հույս չունեմ, մի բան պիտի փոխվի, որովհետեւ այսպես մենք կարող ենք կորցնենք երգչախումբը եւ 1.5 տարի հետո մենք մի քանի ամիս է ինչ պարապել ենք եւ մենք արագ ելույթ ենք ունենում շատ նոր երեխաների հետ, նոր այնտեղ լիքը երեխաներ ունենք առաջին անգամ բեմ են բարձրանալ, մենք սովորաբար այդպես չենք անում, բայց հերթական մեր էքսպերիմենտներից մեկը դուրս կգա։ Երգելու ենք Էդգար Հովհաննիսյանի համերգին բարձրակարգ երաժշտություն, քանի որ Էդգար Հովհաննիսյանը փառահեղ կոմպոզիտոր է եւ ունի հոյակապ ստեղծագործություններ, բայց չի գրել մանկական երգչախմբի համար, բայց ես չէի կարող անտարբեր անցնել, որովհետեւ ես աշխատել եմ Էդգար Սիգեյչի հետ, ինքը եղել է ռադիո երգչախմբի գեղարվեստական ղեկավար, ես գլխավոր դիրիժոր, մինչև որ մնացի մենակ, եւ դա իմ կյանքի ամենաերջանիկ տարիներն են, հետագայում մենք շփվում ենք իր հետ, այդ ամբողջ տասնամյակները, որ ես շփվել եմ իր հետ, իմ կյանքի ամենահաճելի պահերն են, նա խոսքան չէր, նա շատ չէր խոսում, բայց այնքան բան կար իր նույնիսկ լռելու մեջ, կարճ ռեպլիկների մեջ, նրա մշակումների մեջ ուսումնասիրելով, ես հիշում եմ մի անգամ ինձ խնդրեց Արնո Բաբաջանյանի մի ստեղծագործություն դաշնամուրի եւ ձայնի համար փոխել երգչախմբի համար, խմբավորել, բերքավորել ավելի շուտ, եւ ես դա արեցի, ասենց շատ արագ մեկ գիշերվա մեջ, նա այսպես թերթում էր, ոչ բան չէր ասում, ես ասում եմ, ես ինչ հայտարարակա, որ ոչինչ չի ասում այս մարդը, Միջը վերջ նայեց, հետո հետ եկավ մի նախավերջի էջից մեկում, ստև գրիչը վերցեց եւ 3 նոտա գրեց, ընդամենը, ասեց լավ է, կատարեք, ընտիր, երևի հետո դրանից երբ որ մենք կատարում էինք, ես ապշում այդ 3 հնչյունը, ինչ, ոչ միայն թարմություն, ինչ ոգի, ինչ 3 ընդամենը նոտա, ես հիմա դա կա այդ ստեղծագործությունը իր ձեռքի հետ գրիչի բանով, մեծություն է։ Էդգար Հովհաննիսյանը նաև, եւ չնայած ինքը չի գրել մանկական երգչախմբի համար, բայց ես ընտրել եմ ռադիոյի երգչախմբի կանանց համար գրված 2 ժողովրդական երգի մշակում եւ նաեւ ներառել եմ իհարկե Էդգար Հովհաննիսյանի Սարդարապատն ու Երևանի Երևանը, որը արդեն ամբողջ ժողովուրդը գիտի, ավարտին, եւ ներառել եմ իր ուսանողների ստեղծագործությունները Դավիթ Հալաջյանի եւ Անդրանիկ Բերբերյանի եւ այնքան ուրախ եմ որ Դավիթ Հալաջյանը լրիվ պատահական զանգեց ասեց որ գալիս եմ Երևան ու ինքը ներկա կլինի համերգին հուսով եմ Անդրանիկ Բերբերյանն էլ եւ այդ ստեղծագործությունները նույնպես կընչեցնել իր ստեղծագործական մանկավարժական զավակներն են ասես Եվ համերգը համեմված է լուրջ ստեղծագործություններով, լավ ստեղծագործություններով եւ ես կարծում եմ, որ հարիր այդ անվանը եւ սովորական մեր համերգների նման համերգ չէ, որ մենք սկսում ենք հոգեվոր երաժշտություն 5-րդ, 8-րդ, 7-րդ դարերից, գալիս ենք մեր օրեր եւ հետո կատակային կամ ջազային ստեղծագործություններով լավ տրամադրությամբ ավարտելու չէ, մեզ մոտ լուրջ համերգ է, ինձ համար Էդգար Սիգեյչի կերպարը լուրջ կերպար չնայած ազդագրի վրա զետեղել ենք իր Չարաճճի նկարներից մեկը ինքը ձմռանը տաք վերարկուով ծառերի ճյուղերի վրա ու ժպտում է սա եզակի մի նկար ես ուրախ եմ որ կա եւ մենք այդ նկարը պիտի զետեղենք ինչալս պիտի ասեմ որ այդ օրը անակնկալ չի արդեն որտեղ պիտի ասեմ մենք նվիրելու ենք հանդիսատեսին Էդգար Սիգեյչի ստեղծագործությունների երկու սկավառակ խտասալիք, այսպես ասեմ, որը հրատարակել էինք մինչ դեռ մի քանի տարիներ առաջ, ռադիո երգչախմբի կատարմամբ, ես կարծում եմ, սա շատ մնայուն արժեք է, մեկ խտասալիկը իր ժողովրդական երգերի մշակումն է, մյուսը տերյանական շարքը։ Տերյանական շարքը ուղղակի մի բարձրակետ է եւ շատ քիչ կոմպոզիտորներ կան, որ կարողանում են այդ մակարդակի հայ կոմպոզիտորների մեջ գրել, մեկ գործ, 2-5, բայց որ այսպես 20 ստեղծագործություն մեկը մյուսից լավ եւ ինչպիսի խորաթափանց վերաբերմունք
տերյանական պոեզիայի, ինչպիսի իմացություն եւ ինչպիսի ազատ մոտեցում եւ շատ արդարացված ես կասեի, երբ որ արդեն դու կատարում ես, դու շատ լավ հասկանում ես։ Էդգար Հովհաննիսյանը ինձ համար շատ հարազատ անձնավորություն է, ես ուզում եմ, որ միշտ հիշենք իրեն ոչ միայն որպես կոմպոզիտոր, այլպես որպես մարդ, որը դեռ 30 տարեկան հասակում նշանակվեց օպերային թատրոնի տնօրեն, սովետական միությունում աննախադեպ եւ իր օրոք տասնյակ անուններ օպերային ներկայացում, 67 քանի անուն օպերային ներկայացումներ էին գնում, դա աննախադեպ մի բան է, չկրկնվեց այլևս ինչքան ես գիտեմ։ Էդգար Հովհաննիսյանը եղավ Պարի պետականի երգի Պարի անսամբլի մեր գեղարվեստական ղեկավար, ռադիոյի երգչախ, հետո եղավ կոնսերվատորիայի պրոռեկտոր եւ ռեկտոր, եւ շատ կարեւոր մի բան էլ ասեմ, որ բոլոր տաղանդավոր մարդկանց ճանապարհ էր տալիս։ Ես գիտեմ մարդիկ, որոնք փակ էր դռները կոնսերվատորիայի իրենց համար, որտեվ ինչ որ մի պրոֆեսոր ասել է, քանի ես դաս եմ տալի, նրա ոտքը չի լինի, բայց շատ տաղանդավոր անձնավոր Էդգար Հովհաննիսյանը նրան ընդունում է կոնսերվատորը, հակառակ ամեն ինչի։ Հետո ես շատ մարդկանց հետ որ խոսում եմ, բոլորը շատերը ասում են, ինձ Էդգար Շիգեշն է ճանապարհ բարդ, ինձ է, այսինքն սա է տաղանդավոր մարդ, որը տաղանդի հանդեպ ունի շատ նուրբ փայփայող վերաբերմունք։ Այո, եւ Ռոբերտ Պետրոսյանին, եթե Ռոբերտ Պետրոսյանի մասին որ մանկական երգերի հետ շատ մեծ կապ է, հակառակ Ռոբերտ Պետրոսյանը ընդհանրապես բոլոր ժանրերում գրել է, եւ չկա մի ժանր, որ Ռոբերտ Պետրոսյանը չգրեր, եւ երգչախմբային գործեր գրել է, եւ մանկական, եւ երգեր երգչախմբերի համար ռադիո երգչախմբով ես ղեկավարել եմ, կատարել է իր լավագույն ստեղծագործությունները, ոչ բոլորը, որտեղ այնքան շատ են, որ դա կատարել, չգիտեմ, բեղուն կոմպոզիտոր է, իսկ մանկական խմբերքեր ուներ շատ, բայց երբ որ ստեղծվեցին Հայաստանի փոքրիկ երգիչները, ինքը բերեց մի երկու գործ, մենք կատարեցինք եւ ասեցի մի լուր, մենք շատ մտերիմ էինք, էլի տարիքային տարբերություն պատկերացնենք, բայց մենք ընկերություն էինք անում, մենք շատ կատակով բանով մարդեր, հետո իրար հետ աշխատում էինք ռադիոյում, երկուսս էլ ղեկավարներ էինք եւ երկուսս էլ գեղարվեստական խորհրդի անդամ էինք, ամեն անգամ գեղխորհրդից հետո ամեն 4 շաբթի կարծեմ մենք իրար հետ գնում ենք կոնսերվատոր։ Եվ ինքը ուրեմն բերում էր, տալիս էր մի գործ, մի անգամ ասեցին, լուրջ բան գրի, թիթիզ միտիզ գրում, լուրջ կոլեկտիվ է։ Ինքը բերեց մի բարդ ստեղծագործություն, ես ասի մենք կորանք։ Բայց մենք հաղթահարեցինք, որ հաղթահարեցինք, գոտեպնդվեցինք, երբ որ ինքը եկավ լսելու, ինքը էլ ապշեց։ Որտեղ ասեց, տեսնեք, կարող եք կատարեք sense կատակով։ Մենք երբ որ կատարեցինք, ասենք մի հատ ավելի լուրջ բան գրել, ուս այս կատակով նա գրեց մոտ 10 ստեղծագործություն մի քանի տարվա մեջ մեզ համար, մեկը մյուսից լավ, ցավոք այնքան բարդ է, որ շատ ասենք չի կատարվում։ Շատ քիչ երգչախմբեր են կատարում, ես կուզեմ, որ ավելի շատ կատարեն, ավելի բարձրանա որակը մանկական խմբերի, բայց ասեմ, որ երբ ես Իսրայելում կատարեցի այդ ստեղծագործություն, վարպետաց դաս ունեի Իսրայելի հավաքական երգչախմբերի հետ, հետո տեսա 1 տարի հետո, որ երգչախմբերից մեկը իր կայքում որպես առաջնային ստեղծագործություն դրել է Ռոբերտ Պետրոսյանի պոլիֆոնիկ կատակը եւ հայկական ստեղծագործություն է դրել Իսրայելի երգչախումբը, այնպես որ տեսեք մենք էլ ենք երգում երևի, այնպես որ Ռոբերտ Պետրոսյանի ես մի հիշողությունների մեջ միտեղ գրել եմ, որ ես չեմ կարող խոսել իր մասին անցյալ ժամանակով, ինքը անդադ մեզանում է, մենք խոսում ենք երգչախմբի հետ, որտեղ շատ է գրել մեզ համար, եւ կա հրատարակված, դա էլ կա հրատարակված եւ նոտաները եւ խտասալիկը կարող են լսել, սովորել եւ անել։ Այս երկու մեծությունների 95-ամյակը ճիշտ է հոբելյանական չի համարվում, բայց առիթը չօգտագործել այսօր կամ վաղը չկանք եւ չնշել ես ուղղակի չէի կարող։ Ոնց որ չգնայի հայրիկից ծնունդին։ Մեծ ավանդ ունեցող մարդիկ երկարվեստում եւ մի փոքր կուզեմ անդրադառնալ մեկ այլ գործունեությանը, կարճ ներկայացնեք, ամիսներ առաջ մեզ մոտ դաշնակահար Մարինե Մարգարյանը խոսեց այն մշտադիտարկման գործունեության մասին, որը վերաբերվում է տարբեր մարզերի երաժշտական պատկերին։ Եվ այնտեղ խոսում է դեռ նոր արվող քայլերի մասին, որ պիտի այցելեք մարզեր եւ հասկանաք ինչ պատկեր կա ընդհանրապես երաժշտության նկատմամբ, ինչ ունեք այսօր, ինչ արդյունքներով մեզ կարող եք այսօր։ Ես գիտեի, որ մենք այս թեմային կանդրադառնանք, մի քիչ բաներ եմ դերել, ինձ հետ դեր եմ դերել, չգիտեմ հասնեմ նայել թե չէ, բայց ես նախ ուզում եմ ասել, որ շատ կարևոր գործ է
ընդհանրապես Երևան քաղաքում 2002-3 թվականներին շատ վատ էր վիճակը երաժշտական դպրոցների եւ ստեղծվեց մի նախաձեռնություն, որի հետ չեմ ուզում հիմա երկար խոսել, դա մրցույթ էր 2006-ին արդեն սկսեց հետո վերածեց մրցույթի, որը սկսեց ակտիվացնել երաժշտական դպրոցները, սկսեցին մրցել միմյանց միջև դպրոցները, ոչ թե երեխաները։ Երեխաների միջոցով, բայց մրցում էին դպրոցները։ Եվ դա ակտիվացրեց տնօրեններին, այն քնած տնօրեններին, նրանք որ հավես չունեն աշխատելու, դասատուների եւ սկսեց եռալ կյանքը։ Այլ բան է, որ մրցույթները վաղուց արդեն արդար չեն անցնում, բայց ես չեմ կարծում, որ հիմա դրան պետք է ուշադրություն դարձնել։ Հիմա մենք բոլորս գիտենք, որն է լավ դպրոցը, որը վատ դպրոցը, մենք երաժիշտներս գոնե, եւ այդ մրցանակային տեղերը նույնիսկ հրապարակման կարիք էլ չկա, բայց կարիք կա, որ նրանք ակտիվանան։ Հիմա այդպիսի մի վիճակ էր, սակայն մարզերում շարունակվում էր եւ շնորհիվ Նելի Գուրգենովնային, որը նախանձախնդիր ձևով որոշեց փոխել իրավիճակը մարզերում, դիմեց կառավարությանը, ստացավ դրամաշնորհ եւ սկսեց նույն բանը, այսինքն նույն բանը չէ, դեռ վարպետաց դասեր եւ այլ շատ ընդլայնված անել ոչ միայն մարզերում, Երևանում, այլ նաեւ մարզերում։ Այս տարի որոշվեց այդ դրամաշնորհը տալ մրցույթային ձևով եւ Տիկին Նելին առաջարկեց Մարինեին կնոջից մասնակցելու։ Մարինեն գրեց ծրագիր, շահեց դրամաշնորհը, մենք ստիպված պիտի օգնեի եւ մտածեցինք, որ մրցույթային էլեմենտ մտցնենք, որովհետեւ ոչինչ ես իմանալով, փորձ ունենալով, որովհետեւ ճիշտ ասեմ, քաղաքապետարանի մրցույթն էր իմ գաղափարը, եւ ես ուզեցի դա անել այս հարթակում, այս մարզերում, որպեսզի ակտիվացնենք։ Գիտեք, մարզեր կային, որ ասում են 15 տարի մեր դպրոց ոչ ոք մուտք չի գործել, ասենք, որովհետեւ շատ հեռավոր, սովորաբար գալիս են շարժ կենտրոն, հնարավոր չէ բոլոր դպրոցները գան։ Եվ մենք փորձեցինք դա անել, դա տառապանք էր, որովհետեւ 200-ից շատ դպրոց կա, եւ մենք մեկ առ մեկ այդ դպրոցները գնալով մենք ուժասպառ էինք լինում։ Մենք մի քիչ ուշ սկսվեց ծրագիր եւ 18 ժամ աշխատում ենք լինում էր, դա անմարդկային էր եւ ես ուզում եմ առիթից օգտվելով շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցել են այս գործընթացին, այն լավագույն մասնագետները, որոնք եւ անուն են հանրապետությունում եւ նվիրյալ են, գիտեք, կարող է անուն լինել, ասես զալա չունեն։ Եվ գործի նվիրված։ Այ եւ Ծովինար Հովանեսյանը կար մեր քանար եւ Էդվարդ Դիլանյանը, որ բոլոր փողայինները նվագախմբերը երկար տարիներ աշխատելով մեծ փորձ ուներ փողայինների գործիքի, պարոն Տողրամաջյանը, Սյուզի Երիցյանը, եկել են նաեւ Արմինե Պողոսյանը, որ 27 տարի տնօրեն է եղել, այնքան լավ գիտեր այդ համակարգը։ Աբախինում անուններ մոռանալ, մեր Կոմիտաս Քարյակի թավ ջութակարուի, մեր հիմա եւ այսպես շատ-շատերը։ Այո, որոնք երկրորդ փուլում արդեն կոնսերվատորիայի պրոֆեսորները միացան Երևանի փուլում եւ մարզերով, գյուղերով տոն էինք բերում, ես չեմ չափազանցնում, իրենք են լսում ենք։ Ես պատկերացնում եմ այդ ոգևորվածությունը, մի անգամ թոքանոց հանձնախումբ է մտնում հերու գյուղի մի դպրոց, Երուզեր կյանք եւ դա միայն երաժշտական գործիքները չէր, դա նաեւ թատրոններ, պարարվեստներ, նկարչություններ, մեր պարոն Դավթյանը չմոռացա ասել, Անին, որը բարի մասնագետներ, այսպես մտնում ենք եւ ոչ միայն լսում ենք, մրցույթ ենք անում, մենք մեթոդական օգնություն ենք բերում, ինչ հարց պետք էր, տալիս ենք, ինչ էլ չէին տալիս, մենք էինք ասում, ինչի վրա ուշադրություն ասեն, ոնց փոխեն, դա հսկա ծավալ մի աշխատանք էր, ես կարծում եմ դա պետք է լինի շարունակելի, բայց միևնույն ժամանակ մենք անում ենք դիտարկում, մշտադիտարկում, շտապ եմ ասել, որ հիմա նոյեմբերի 23-ին լինելու է թատերական խմբերի եւ պարախմբերի երրորդ փուլ, վերջնական փուլ անցած խմբերի մրցույթը եւ բաց է Պարոնյանի անվան թատրոնում ժամը 12:30, այսինքն բոլորը կարող են գալ եւ լսել ինչ ամենալավ մարզային բարի խմբերը եւ թատերական խմբերը բացվելու է ցուցահանդես նկարիչների միության, շնորհակալ եմ անչափ նկարիչների միությանը, պարոն Սաֆարյանին, երրորդ հարկում անվճար թալիճը տրամադրել է երեխաների 70 նկարներ բոլոր մարզերից։ Եվ իհարկե նոյեմբերի 1-ին կլինի արդեն դասական եւ ազգային գործիքների
երրորդ փուլը ու ժամը 7-ին եզրափակիչ համերգը եւ մրցանակաբաշխությունը։ Ես պիտի շնորհակալություն ասեմ Ամարաս մշակութային միությանը Միացյալ Նահանգների, որը հովանավորել է մրցանակային ֆոնդը $5,000 չափով եւ շահող երեխաների ամենաբարձրն իշ, որքան ինչ են կարող, ամենաբարձրն իշ շահողներին եւ դասատուներին ուզում ենք անպայման խրախուսել, ավելին ամենաներին ուզում ենք կազմակերպել եվրոպական եւ Միացյալ Նահանգներ շրջագայություն, որ այս երեխաները համ ու հոտ զգան ու կպնեն այս արվեստին, որտեղ գիտեք, արդեն լուր ունենք, որ շատերը ուզում են այսպես փայլուն երեխաներ թողնեն, բժիշկ եմ ուզում դառնամ, չգիտեմ, որ մի հատ հոտն ու համառան արդեն կփոքր չեն փոքվի։ Այդպես որ այդպիսի մի բանը ես ուզում եմ հրավիրել, ուրեմն դեկտեմբերի 16-ին կարծեմ դեռ ինչ որ տոմսեր կան։ Էդգար Հովհաննիսյանի 95-ամյակին հոկտեմբերի ներողություն 16-ին այդ ժամը 7-ին Էդգար Հովհաննիսյանի, դեկտեմբերի 8-ին Ռոբերտ Պետրոսյանի, նոյեմբերի 23-ին Պարոնյանի թատրոն եւ նոյեմբերի 1-ին փոքր դալիճ, որ կայքերում բանում նայեք գնում է գովաստ։ Շնորհակալ եմ պարոն Հեքեքին, ես նաև առաջարկում եմ, երբ արդեն արդյունքներն ամբողջովին կամփոփվեն, եւս մեկ անգամ հանդիպենք, եւ ու ասենք ինչ է կատարվում մեր հարաբերությունում։ Եվ շնորհակալություն իհարկե մշակույթի նախարարություն առանց իրենց միջոցով ենք սա արել եւ հսկայական գումարներ է ծախսվել դրա համար։ Շնորհակալ եմ շատ հարցազրույցի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ հոկտեմբերի 16-ին եւ դեկտեմբերի 8-ին Էդգար Հովհաննիսյանի եւ Ռոբերտ Պետրոսյանի 95-ամյակներին նվիրված մեծ մենահամերգ է սպասվում Հայաստանի փոքրիկ երգիչներ երգչախմբի կողմից։ Ինձ հետ էր տաղավարում Տիգրան Հեքեքյանը, մենք կարճ դադարից հետո դարձյալ ձեր էկրաններին ենք։